Թռիփ նախագիծը ոչ միայն ենթակառուցվածքային, այլև լիարժեք բիզնես նախաձեռնություն է, որի շրջանակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու իրավազորությունները մնում են անքննելի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սարգիս Խանդանյանը, անդրադառնալով նախագծի շուրջ առկա քննարկումներին եւ մտահոգություններին։ Падգամավորի խոսքով թռիփի բաժնեմասերի բաշխումը ձևավորվել է բանակցությունների արդյունքում։ Նա ևս նշել է, որ նախագծում Միացյալ Նահանգների մասնաբաժինը կազմում է 74%, իսկ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը 26%։ Ըստ էության, այդ բաժնեմասերի բաշխվածությունը մեծապես կախված է ներդրումներից, ինչպես ցանկացած բիզնեսում ներդրումների ծավալը որոշում է նաև բաժնեմասերը, բայց այստեղ շատ կարևոր նյուանս կա եւ որը արտահայտված է հրապարակված շրջանակի մեջ եւ որը նաև կար օգոստոսի 8-ի խաղաղության հռչակագրում, որ բոլոր զգայուն Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերում Հայաստանը ունի որոշիչ ձայն։ Նրա խոսքով այդ սկզբունքը հստակ ամրագրված է օգոստոսի 8-ի խաղաղության հռչակագրում եւ նույնպես կարտացոլվի նաեւ ստորագրվելիք ընկերության կանոնադրության մեջ։ Խանդանյանը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի սահմանապահ եւ մաքսային ծառայություններն ամբողջությամբ ներգրավված են լինելու ենթակառուցվածքի գործունեությանը։ Որ Հայաստանի սահմանապահ եւ մաքսային ծառայության ներկայացուցիչները իրենց լիազորություններից բխող գործունեություն են իրականացնելու եւ ներկայ են լինելու ամբողջ ենթակառուցվածքի վրա եւ համապատասխան վայրերում։ Հայաստանի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը անքննարկելի եւ բացարձակ է սահմանային եւ մաքսային հսկողության վրա։ Ես կարծում եմ, այս նախադասությունը ամբողջությամբ այդ մտահոգությունը, եթե դա մտահոգություն էր, լուծելու է։ Падգամավորը հերքել է նաեւ այն պնդումները, թե նախագիծը ենթադրում է տարածքային վարձակալություն, ընդգծելով, որ խոսքը կառուցապատման իրավունքի մասին է։ Խոսքը վարձակալության մասին չէ, խոսքը կառուցապատման իրավունքի մասին է, եթե չեմ սխալվում, նույնիսկ Հայաստանի օրենսդրությամբ չկա այդ վարձակալության գաղափարը կամ լիզինգի գաղափարը, կա կառուցապատման իրավունք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիփ զարգացման ընկերությունը իրականացնելու է կառուցապատում եւ այդ բիզնես նախագիծն է իրականացնելու եւ զարգացնելու։ Նա հիշեցրել է, որ այսօր Հայաստանում կան ենթակառուցվածքներ, որոնք շահագործվում են օտարերկրյա ընկերությունների կողմից առանց Հայաստանի կառավարության որևէ բաժնեմասի, մինչդեռ թռիփի դեպքում Հայաստանը ոչ միայն ունի մասնաբաժին, այլև ստանալու է ընկերության շահույթի համապատասխան մասը, նաեւ օրենսդրությամբ սահմանված բոլոր մաքսային եւ հարկային վճարները։ Անդրադառնալով անվտանգության եւ արտաքին ուժերի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցերին, Խանդանյանը շեշտել է, որ այդ թեմաները քննարկման առարկա չեն եղել։ Ազգային այնտեղ տեքստում կրկին նշված է ազգային անվտանգության եւ պաշտպանության հետ կապված բոլոր հարցերը կրկին Հայաստանի ինքնիշխանության եւ ազորության ներկայիս սա մի հարց է, որ նույնիսկ չի քննարկվել, սա ակնհայտ է եւ բնականաբար։ Падգամավորը նաեւ անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառվող միջանցք ձևակերպմանը, այն անվանելով անընդունելի։ Ես կարծում եմ, որ դա հարգալից չէ Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ, որովհետեւ Հայաստանի այդ ենթակառուցվածքը, որ ստեղծվելիք ենթակառուցվածքը նախագիծը ունի շատ հստակ անուն, միջազգային լեգիտիմություն ունեցող անուն եւ հորդորում է բոլոր գործընկերներին, մեր բոլոր գործընկերներին օգտագործել թռիփ անվանումը։ Իսկ տրամաբանությունը, ինչպես փաստաթուղթն է հաղորդում բոլորին, հարևաններին, հեռու բարեկամներին, հայաստանյան ընդդիմությանը, շահագրգիռ կողմերին, ընդհանրապես միջանցքային չէ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հնարավոր ներգրավվածությանը, падգամավորը նշել է, որ Հայաստանը շարունակում է գործել միջազգային իր բոլոր պարտավորությունների շրջանակում։ Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքները, ընդհանցակարգերը եւ միջազգային պարտավորությունները պահպանվելու են նաև այս երթուղու վրա թռիփ զարգացման ընկերությունում երրորդ կողմերի ներգրավվածությունը լինի, դա մասնավոր ընկերություններ, թե պետական ընկերություններ, դրանց ներգրավվածության հարցերը որոշվելու են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների փոխադարձ համաձայնությամբ, ինչպես նշված էր օգոստոսի 8-ի հռչակագրում, ինչպես նշված է այսօրվա շրջանակում։ Խոսքը բիզնես նախագծում ներգրավվածության մասն է։ Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների վրա
անվտանգության ապահովմանը, դա իրականացնելու է բացառապես Հայաստանի Հանրապետության համապատասխան ծառայությունը եւ իրավապահ մարմինները։ Խոսելով ծրագրի իրականացման ժամկետների մասին, Խանդանյանը նշել է, որ առաջիկայում դեռ պետք է ստորագրվի քաղաքական տեքստից բխող իրավական պայմանագիրը, ստեղծվի ընկերությունը, հաստատվի կանոնադրությունը եւ իրականացվեն նախագծային աշխատանքները։ Ըստ Խանդանյանի, մինչև ընտրությունները շահագործման մասին խոսել է իրատեսական չէ, սակայն նա ակնկալում է, որ գոնե այս տարվա վերջում արդեն կխոսվի շինարարության մեկնարկի մասին։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։